Նրանք Հայաստանի 100 լավագույն ուսանողներն են, որոնց Սամվել Կարապետյանն իր ծննդյան նախօրեին հյուրընկալել է անձամբ հանձնելու Սարգիս Կարապետյան հիմնադրամի կրթաթոշակները։ Շատ երկար սպասել ենք այսօրվան։ Հիմնադրամի հայտարարած մրցույթին մասնակցելու համար Հայաստանի բոլոր մարզերից հարյուրավոր հայտեր էին ստացվել, այդ թվում Արցախից բռնի տեղահանված ուսանողներից։ Այն եղել է բաց մեր երկրի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև մասնագիտությունների համար առանց ոլորտային սահմանափակումների։ 100 հաջողակները ստանում են 1 ուսումնական տարվա ուսման վարձի փոխհատուցում։ Այս կերպ Կարապետյանները նպատակ ունեն խրախուսել կրթության և ինքնազարգացման ճանապարհն ընտրած երիտասարդներին ու աջակցել նրանց ուսման շարունակականությանը։ Դուք լուրջ գործ ունեք շուտով անելու մեր հայրենիքի համար, մեր այս process-ը լինելու է շարունակական, մենք միշտ օգնելու ենք մեր ուսանողներին, մենք միշտ հայտնաբերելու ենք լավագույն, տաղանդավոր մեր երիտասարդներին եւ ամեն ինչով փորձելու ենք ընտառաջենք, օգնենք։ Կրթության եւ մշակույթի ոլորտներին աջակցելու նպատակով Սարգիս Կարապետյան հիմնադրամը ստեղծվել է ի պատիվ Սամվել Կարապետյանի հոր։ Նա մանկավարժ էր, կես դարից ավելի նվիրված իր առաքելությանը, ծերունների դաստիարակության ու կրթության գործին։ Ես դրանով ուզում եմ ինչ-որ ձևով շարունակեմ իր գործը։ Դիմումների դիտարկման ընթացքում միջին որակական գնահատականից բացի առանցքային դեր են ունեցել ուսանողների մոտիվացիոն նամակները։ Դրանք հնարավորություն են տվել ավելի ամբողջական պատկերացում կազմելու դիմորդների նպատակների, կրթության նկատմամբ վերաբերմունքի եւ ապագա ծրագրերի մասին։ Ցանկանամ ասել, որ այս նախաձեռնությունը ել ավելի լավ հնարավորություն է տալիս ավելի վստահ քայլելու մեր իսկ ընտրած ուղիով։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանն էլ ընդգծում է իրենց գործունեությունը քաղաքական բնույթի չէ, հաշվի առնելով տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններով պայմանավորված սահմանափակումները, մասնավորապես բարեգործության արգելքը, ընտրությունների օրերը հաստատված համայնքներից ընտրված ուսանողները չեն մասնակցել մրցույթի ամփոփմանը։ Այս ծրագրից հետո մենք մշտական կապի մեջ ենք լինելու 100 լավագույն ուսանողների հետ, քանի որ մեզ համար կարևոր է իրենց տեսլականը երկրի զարգացման գործում։ Նմանօրինակ ծրագրերը շարունակական են լինելու, վստահեցնում է Սամվել Կարապետյանը, նշելով, որ կրթության ճանապարհին երիտասարդներին մշտապես աջակցելու են ձեռքբերումները խրախուսելու։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։